Միացյալ Նահանգների միգրացիոն դատանի վերջնական դատական ակտով որոշվել էր, որ Վարդան Ղուկասյանը պետք է Միացյալ Նահանգներից դուրս գա։ Այդ վերջնական ակտը Վարդան Ղուկասյանի կողմից բողոքարկվեց վերադաստատական ատյան եւ օրինական ուժ ստացավ։ Այս ընթացքում որոշ երկրներ հատուկ վիզա տրամադրեցին, առաջարկություն արվեց, որ պատրաստ են ընդունելու Վարդան Ղուկասյանին, եւ Վարդան Ղուկասյանը օրենքով սահմանված կարգով որոշեց, որ պետք է բողոքից հրաժարվի։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, եթե դու բողոքից հրաժարվում ես, բողոքարկվող այդ վերջնական դատական ակտը ստանում է օրինական ուժ, որի ուժով էլ Վարդան Ղուկասյանը պետք է դուրս գա Միացյալ Նահանգներից։ Մոտավորապես արդեն 2 ամիս է, որ դիմումը ներկայացված է համապատասխան վերադասատյանին, որ հրաժարվում է բողոքից, Միացյալ Նահանգների, այսպես ասած, օրենքներով, դրանից հետո պետք է ցույցում տրվեր, որպեսզի դատախազի կողմից պետք է ցույցում տրվեր, որպեսզի Վարդան Ղուկասյանը միգրացիոն այդ բանտից դուրս գար։ Արդեն անցել է մոտ 2 ամիս եւ ընթացք որպես այդպեսի չկա։ Ավելին, այդ ընթացքում դատախազության համապատասխան եզրակացություն է որոշում է կայացվել, որ չի առարկում, որպեսզի Վարդան Ղուկասյանի խափանամիջոց կալանքը փոխվի եւ նա հայտնվի Միացյալ Նահանգների ազատության մեջ եւ այդ բողոքը քննվի։ Սակայն Վարդան Ղուկասյանը մերժել է այդ առաջարկը եւ ցանկանում է, որպեսզի դուրս գա Միացյալ Նահանգներից։ Սա է այսօրվա իրավիճակը, որը ես որպես իրավապաշտպան փաստաբան Վարդան Ղուկասյանի դիտում եմ ոչ իրավաչափ, անօրինական, որտեղ անձի կամարտությունը, որ այլևս չեմ ցանկանում, որպեսզի բողոքը քննվի եւ օրինական ստացած դատական ակտի ուժով ցանկանում է դուրս գալ, սակայն ինչ-ինչ հանգամանքների ձիլելով միջև հիմա այդ դիմումին վերջինիս ընթաց չի տրվել։ Դուք ինչ-որ բան սրա հետևում տեսնում եք, քանի որ եթե չեմ սխալվում, Վարդան Ղուկասյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, ակնարկել էր, որ X պաշտոնյա է կանգնած դրա հետևում գումար է վերցրել եւ ինչի մասն է խոսքը, խնդրեմ դուք որոշակի չակերտեք։ Գումարի հետ կապված ես կարծիք չունեմ, տեղեկություն չունեմ, դա կարող լինի Վարդան Ղուկասյանի ենթադրությունը, բայց այստեղ տոտալ ձևով խախտում է եւ Վարդան Ղուկասյանի իրավունքը եւ օրենքները, որպես այդպեսին կատար չեն ասում։ Գիտեք, պետք չի իրավաբան լինել, որպեսզի փորձել վերլուծել։ Եղել է վճիրը բողոքարկվել է Վարդան Ղուկասյանի կողմից եւ այժմ Վարդան Ղուկասյանը չի ցանկանում, որ այդ բողոքը քննվի։ Ուղղակի չի ցանկանում եւ ցանկանում է տեղափոխվել երրորդ երկիր, այսինքն ցանկանում է ի կատարածի Միացյալ Նահանգների դատանի վճիռը։ Եվ այս պայմաններում, երբ արդեն 2 ավել ամիս ըստ էության ընթաց չի տրվում, ես իրավունք ունեմ մտածելու, որ այստեղ որոշակի քաղաքական հարցության վրա ինչ-որ խաղեր է գնում, այո, Վարդան Ղուկասյանի հարցության վրա ճիշտ է, որովհետև Միացյալ Նահանգների նման երկրում 2 ամիս անձը դիմում ասում է, ցանկանում եմ վճռի կատարածեմ, երբ պետական լիազոր մարմինները արդեն իդեմս դատախազության ընթաց չեն տալիս, այստեղ իրավաբանություն ես չեմ տեսնում, քաղաքական հարցության վրա պետք է կարողանալ որոշակի հետևություններ անել։ Ինչ եք դուք պատրաստվում անել։ Մենք արդեն գործողությունները տվյալ պետական լիազոր մարմնի վերադասության կարգով մենք մեր բողոքները գրել ենք, սպասում ենք պատասխանը։ Եթե կարճ ամփոփելով արձանագրենք, այսինքն Վարդան Ղուկասյանը ցանկանում է ԱՄՆ-ի դուրս գալ, սակայն Վարդան Ղուկասյանը կարճ ամփոփեմ, Վարդան Ղուկասյանը ցանկանում է, որպեսզի հենց Միացյալ Նահանգների դատանի վճիռը ի կատարածի, սակայն խոչընդոտներ է հանդիսանում այդ երկրի պետական լիազոր մարմինների կողմից։